Ինչ կանեիք, եթե ձեր ամբողջ կյանքը պարզվեր, որ սուտ է։ Պատկերացրեք մի կնոջ, ով ունի ամեն ինչ՝ հարստություն, կարգավիճակ, փայլուն ապագա, բայց նրա շքեղ կյանքը կառուցված է մեկ սարսափելի գաղտնիքի վրա, որը թաղված է տասնամյակներ առաջ։ Մահվան մահճում արված մեկ խոստովանությունը բավական է, որպեսզի այդ ամբողջ աշխարհը սկսի փլուզվել։ Մեկ ուրիշը պետք է ապրեր այդ կյանքով։ Այսօր մենք կհետևենք մի անհավանական ճանապարհորդության, որտեղ յուրաքանչյուր քայլ բացահայտում է ավելի ու ավելի ցավոտ ճշմարտություններ։ Դուք կտեսնեք, թե ինչպես է սուտը քայքայում ամենաամուր կապերը։ Բայց ամենակարևորը, կիմանաք, թե ինչպես կարող է հին, մոռացված մեդալյոնը դառնալ մի ամբողջ ճակատագրի բանալին, բացելով դռներ, որոնք պետք է ընդմիշտ փակ մնային։ Պատրաստ եք տեսնել, թե ինչպես է փոխարինված ճակատագիրը վերադառնում իր տիրոջը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Գիշերվա խորհրդավոր լռությունը ծանրացել էր Սարգսյանների շքեղ առանձնատան վրա, որտեղ օդը ներծծվել էր դեղորայքի սուր հոտով և մոտալուտ մահվան անխուսափելի զգացողությամբ։ Ընդարձակ ննջասենյակի կենտրոնում, մետաքսե սավանների մեջ, իր վերջին ժամերն էր ապրում 82-ամյա Маտրյոնան, ընտանիքի հավատարիմ դայակը, ում կյանքը միահյուսվել էր այս պատերի հետ։ Նրա մահճի կողքին փոքրիկ աթոռին կուչ էր եկել 28-ամյա Անահիտը, մի կին, ում դեմքի նուրբ գծերը չէին կարողանում թաքցնել աչքերում բնակվող խորը, անբացատրելի թխրությունը։ Նա քնքշորեն բռնել էր դայակի չորացած երակներով պատված ձեռքը, կարծես փորձելով իր ջերմությամբ պահել հեռացող կյանքի վերջին կայծերը։ Սենյակի հեռավոր անկյունում, ստվերների մեջ, կանգնած էին Անահիտի որդեգիր ծնողները, Վահրամն ու Սոֆյան։ Վահրամի դեմքն անթափանց էր, ինչպես միշտ, միայն ալկապոցի լարված մկաններն էին մատնում ներքին փոթորիկը։ Իսկ Սոֆյան ձեռքով բերանը փակած հազիվ էր զսպում հեկեկոցները, որոնք սպառնում էին խախտել այս սրբազան լռությունը։ Маտրյոնան դժվարությամբ բացեց կոպերը, և նրա մշուշոտ հայացքը գտավ Անահիտին։ «Անահիտ, ջան, ներիր ինձ, ես պիտի ասեմ», շշնջաց նա կտրատված, յուրաքանչյուր բառը պոկելով հոգու խորքից։ «Հանգիստ, Маտրյոնա ջան, մի հոգնիր, ես այստեղ եմ», հուզված պատասխանեց Անահիտը, ավելի ամուր սեղմելով նրա ձեռքը։ Վահրամը ստվերից դուրս եկավ և մոտեցավ մահճակալին, իր սառը ներկայությամբ փորձելով ճնշել այն, ինչ զգում էր, որ գալիս է։ «Маտրյոնա, հանգստացիր, ուժերդ մի վատնիր», ասաց նա ցածր, բայց հրամայական տոնով։ Սակայն ծեր կնոջ հայացքն անգամ չշեղվեց Անահիտից։ Դողացող թույլ ձեռքով նա բարձի տակից հանեց հին, ժամանակից խամրած արծաթե մեդալյոն և դրեց Անահիտի ապշած ափի մեջ։ Սա քոնը չէ, բայց քեզ է պատկանում, նրանն է, այն մյուսի, ում տեղը դու։ Սոֆյայի զսպած հեկեկոցը վերածվեց խուլ ճիչի։ Վահրամի դեմքը քարացավ։ Բավական է, նա զառանցում է։ «Անահիտ, դուրս արի», գրեթե գոռաց նա։ Բայց Անահիտը, կարծես խլացած, սեղմել էր սառը մետաղը և հարցնում էր. «Ինչ մյուսի, Маտրյոնա ջան, ինչ ես ասում»։ «Քո մայրը, իսկական մայրդ, նա սպասում է, գտիր նրան, լույս»։ Այս բառերի հետ Маտրյոնայի գլխուխը թուլորեն ընկավ բարձին, և նրա վերջին շունչը լուծվեց սենյակի ճնշող լռության մեջ։ Անահիտը ցնցված նայում էր մեդալյոնին, հետո ծնողներին։ Սոֆյայի դեմքի սարսափը և Վահրամի սառը անզիջում զայրույթը ավելին էին ասում, քան հազարավոր բառեր։ Նա մենակ մնաց իր սենյակում, և երբ բացեց սեղմած բուռը, մեդալյոնի վրա նկատեց հազիվ տեսանելի փորագրություն «ԼՄ»։ Ով էր նա և ում տեղն էր ինքը զբաղեցրել այս աշխարհում։ Մեկ շաբաթ անց տանը տիրող լարված լռությունը կարելի էր դանակով կտրել։ Անահիտի յուրաքանչյուր փորձ խոսելու ծնողների հետ բախվում էր սառը անտարբերության պատին։ Առավոտյան նախաճաշի ժամանակ նա որոշեց վերջ տալ այս տանջալի անորոշությանը և մեդալյոնը դրեց սեղանի կենտրոնում։ «Ես ուզում եմ իմանալ, թե սա ինչ է և ինչ նկատի ուներ Маտրյոնան», ասաց նա, հայացքը սևեռելով հոր վրա։ Վահրամը, չբարձրացնելով հայացքը թերթից, արհարմարական տոնով պատասխանեց. «Նա մահամերձ ծեր կին էր, մի տրվիր դրան»։ Սոֆյա էլ նյարդային շարժումով ավելացրեց. «Այո, Անահիտ ջան, նա քեզ շատ էր սիրում»։ Գուցե ինչ-որ հին հեքիաթ էր հիշել։ Նա ասաց իսկական մայրդ, նա ասաց մեկ ուրիշի տեղը։ Սրանք հեքիաթի խոսքեր չեն, պնդեց Անահիտը, զգալով, թե ինչպես է զայրույթը բարձրանում կոկորդում։ Վահրամը կտրուկ իջեցրեց թերթը։ Բավականից, այդ թեման փակված է, դու Սարգսյան ես, մեր դուստրը, մնացածը զառանցանք է։
Հենց այդ պահին ներս մտավ Անահիտի փեսացուն, Դավիթը, եւ լարվածությունը կարծես թանձրացավ օդում։ Զգալով, որ ծնողներից ոչինչ չի իմանա, Անահիտը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Իր մանկության լուսանկարների ալբոմները թերթելիս նա բախվեց մի սառեցնող փաստի։ Չկար իր ծննդյան օրվանից կամ նորածնային շրջանից ոչ մի լուսանկար։ Ամենահին նկարում նա արդեն մի քանի ամսական էր։ Երբ նա այդ մասին հարցրեց Սոֆյային, վերջինս խիստ շփոթվեց, կակազելով անհամոզիչ բացատրություններ իր թույլ լինելու եւ հիվանդանոցում մնալու մասին։ Կասկածներն արդեն որդի պես կրծում էին Անահիտի հոգին։ Նա մեդալյոնը տարավ քաղաքի ամենահին ոսկերիչներից մեկի մոտ։ Ծեր վարպետը խոշորացույցով երկար զննեց այն, հետո բարձրացրեց հայացքը։ Տարօրինակ է տիկին, այսպիսի աշխատանք Երևանում չեն անում։ Սա Գյումրու հին վարպետներից մեկի ձեռքի գործն է, կարծեմ վարպետ Մկրտչի։ Անահիտի սիրտը սկսեց ուժգին բաբախել։ Նա գտել էր առաջին թելը։ Անահիտը որոշեց մեկնել Գյումրի, ծնողներին պատճառաբանելով, թե իր ճարտարապետական նախագծի համար պետք է ուսումնասիրի քաղաքի հին շենքերը։ Վահրամը կասկածանքով նայեց նրան, իսկ Դավիթը բացահայտ դժգոհեց. «Քո աշխատանքը, թե այն անհեթեթ մեդալյոնը։ Անահիտ, դու տարօրինակ ես դարձել»։ Չնայած բոլորի դիմադրությանը, նա հաջորդ առավոտ արդեն ճանապարհին էր դեպի անհայտությունը։ Գյումրիում նրանց սպասում էր առաջին հիասթափությունը։ Վարպետ Մկրտչի վաղուց մահացել էր, իսկ արհեստանոցը փակվել։ Օրերն անցնում էին անարդյունք փնտրտուքների մեջ, եւ հուսահատությունը սկսում էր պատել նրան։ Մի երեկո զանգահարեց Վահրամը։ Նրա ձայնը սառն էր ու պողպատե։ «Անահիտ, ես գիտեմ, թե իրականում ինչու ես դու այնտեղ։ Դադարեցրու այս անմտությունը եւ վերադարձիր տուն։ Դու փորփրում ես մի տեղ, որտեղից միայն ցավ դուրս կգա։ Եթե այնտեղ ցավ կա, ուրեմն դուք ինչ-որ բան եք թաքցնում», պատասխանեց Անահիտը, զգալով, թե ինչպես է վախը փոխարինվում համառությամբ։ Հոր սպառնալիքը վերջնականապես համոզեց նրան, որ հետդարձի ճանապարհ չկա։ Հուսալքված նա վերջին փորձ արեց, դինելով քաղաքային արխիվ, փնտրելու իր ծննդյան օրվա 28 տարի առաջվա ծննդատան գրանցամատյանները։ Երկար փնտրտուքներից հետո արխիվի աշխատակիցը գտավ հին, դեղնած մի թղթապանակ։ Սարգսյաններ, այո, ահա գրառումը։ Այդ օրը ձեր ծնողները աղջիկ են ունեցել, ցավոք երեխան մահացած է ծնվել։ Այդ բառերը որոտի պես հնչեցին Անահիտի ականջներում։ Նրա ոտքերի տակից հողը սահեց։ Եթե Սարգսյանների երեխան մահացել է, ապա ով է ինքը։ Այս հարցը պտտվում էր նրա գլխում, երբ նա նստած էր արխիվի փոշոտ սենյակում։ Սարսափելի կասկածը վերածվել էր սառը, անհերքելի իրականության։ Նա խնդրեց աշխատակցին ցույց տալ նույն օրվա մյուս գրառումները։ Նրա սիրտը կանգ առավ, երբ տեսավ մեկ այլ գրառում. «Մանուկյան Լուսինե, ծնվել է առողջ աղջիկ»։ Այս կնոջ մասին տեղեկություն կա, հասցե որևէ բան, հազիվ լսելի շշնջաց նա։ Մինչ աշխատակիցը փնտրում էր, զանգեց Դավիթը, զայրացած պահանջելով վերադառնալ եւ դադարեցնել դրամա ստեղծելը։ Այդ խոսակցությունը վերջնականապես համոզեց Անահիտին, որ նա բոլորովին մենակ է այս պայքարում։ Արխիվի աշխատակիցը վերադարձավ հին հասցեական քարտով։ Հասցեն քաղաքի ծայրամասում գտնվող մի հին թաղամասում էր։ Հասցեն հասկանում էր, որ կանգնած է ընտրության առաջ՝ վերադառնալ դեպի հարմարավետ սուտը, թե գնալ դեպի ցավոտ ճշմարտությունը։ Նա նստեց մեքենան եւ խորը շունչ քաշելով միացրեց շարժիչը։ Նա չվերադարձավ Երևան։ Նա մեքենան վարեց դեպի քաղաքի ծայրամաս այն հասցեով, որը կարող էր կամ տալ նրան բոլոր պատասխանները, կամ վերջնականապես կործանել նրան։ Անահիտի թանկարժեք մեքենան անսովոր տեսք ուներ Գյումրիի ծայրամասային թաղամասի նեղ, քարքարոտ փողոցներում։ Նա գտավ պետքական տունը, փոքրիկ, քարե կառույց հին փայտե դարպասով։ Նրա սիրտը խփում էր կոկորդում, երբ դուրս եկավ մեքենայից։ Բակում մի կին էր կռացած, այգին մոլախոտերից մաքրելիս։ Նրա դեմքը խարանված էր կյանքի դժվարություններից, բայց աչքերում մի աննկարագրելի ուժ կար։ Անահիտը դողացող ձայնով մովեցավ. «Բարև ձեզ, ես փնտրում եմ Լուսինե Մանուկյանին»։ Կինը դանդաղ ուղղվեց, ձեռքի թիկունքով սրբեց ճակատի քրտինքը եւ ուշադիր նայեց Անահիտին։ Նրա հայացքում զարմանք կար, ճանաչման մի անհասկանալի կայծ։ «Ես եմ», պարզ պատասխանեց նա։ Այդ պահին Անահիտը զգաց, թե ինչպես է ժամանակը կանգ առնում։ Այս կնոջ դեմքը, այն իր դեմքի հայելային արտացոլանքն էր, միայն թե 27 տարվա տառապանքով եւ աղքատությամբ ծածկված։ Դա իր դեմքն էր,
իր մոր դեմքը։ Նրա ոտքերը ծալվեցին, եւ նա հազիվ հասցրեց բռնվել դարպասից։ Լուսինեն վազեց դեպի նրան, եւ նրանց հայացքները հանդիպեցին։ Այդ հայացքում ամբողջ ճշմարտությունն էր, կորցրած տարիների ցավը, անսպասելի վերագտման շոկը եւ մի անբացատրելի արյունակցական կապ, որը ոչ մի սուտ չէր կարող խզել։ Հանկարծ տան դուռը բացվեց, եւ դուրս եկավ մի երիտասարդ տղամարդ, Արմանը, ով զարմացած նայում էր իր մորը գրկած անծանոթ, հարուստ հագնված կնոջը։ Նրա աչքերում անվստահություն եւ թշնամանք կար։ «Մամ, ով է սա?» հարցրեց նա կոպիտ։ Իսկ Լուսինեն, չկարողանալով խոսել, միայն արցունքների միջից նայում էր իր երկու երեխաներին, մեկին, ում մեծացրել էր աղքատության մեջ, եւ մյուսին, ում իրենից խլել էին 28 տարի առաջ։ Լուսինեի տան համեստ հյուրասենյակում օդը թանձրացել էր չասված խոսքերից եւ զսպված հուզմունքից։ Անահիտը պատմեց ամեն ինչ՝ Մատրիոնայի խոստովանությունը, մեդալիոնը, արխիվի գրառումները։ Յուրաքանչյուր բարի հետ Լուսինեի դեմքը քարանում էր, իսկ Արմանի հայացքում անվստահությունը փոխարինվում էր բացահայտ զայրույթով։ «Ուրեմն դու եկել ես, որ ինչ անես, խղճաս մեզ, թե հետ տանես այն, ինչ քոնը չի եղել», թունավոր խոսքերով հարձակվեց նա։ «Արման, բավական է», կտրուկ ընդհատեց Լուսինեն, բայց նրա ձայնը դողում էր։ Անահիտը, ով ամբողջ կյանքում շրջապատված էր եղել քաղաքավարի ստով, առաջին անգամ բախվում էր նման անկեղծ, դաժան ճշմարտության։ Նա հասկացավ, որ այստեղ իր իսկական ընտանիքում նա օտար է։ Նրա թանկարժեք հագուստը, կիրթ խոսքը, նուրբ ձեռքերը, այս ամենը նրանց բաժանող անդունդի խորհրդանիշներն էին։ Երբ Անահիտը վերադարձավ Երևան, նրանց սպասում էր մեկ այլ փոթորիկ։ Վահրամն ու Սոֆյան, իմանալով, որ նա գտել է ճշմարտությունը, անցել էին պաշտպանության։ «Այո, մենք դա արել ենք», սառը հաստատեց Վահրամը։ «Մեր երեխան մահացել էր։ Մենք քեզ փրկեցինք աղքատությունից, մենք քեզ տվեցինք ամեն ինչ, իսկ դու ինչ արեցիր, դավաճանեցիր մեզ։ Դուք ինձանից գողացել եք իմ իրական կյանքը, իմ մորը, իմ եղբորը, սա սեր է», արցունքների միջից պատասխանեց Անահիտը։ Նրա եւ որդեգիր ծնողների միջև պատնեշն անդառնալիորեն բարձրացել էր։ Դավիթը, իմանալով աղմկահարույց գաղտնիքի մասին, պահանջեց անմիջապես խզել բոլոր կապերը այդ մարդկանց հետ, սպառնալով չեղարկել նշանադրությունը։ Անահիտը հայտնվել էր երկու աշխարհների միջև, մեկը հարուստ, բայց սուտ, մյուսը աղքատ, բայց իրական։ Նա պետք է ընտրություն կատարեր, եւ նա գիտեր, որ ցանկացած ընտրություն անդառնալի հետևանքներ է ունենալու։ Անահիտը սկսեց ապրել երկու կյանքով։ Ցերեկները նա դեռևս Սարգսյանների շքեղ տան բնակիչն էր, որտեղ յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր խոսք լիր էր լուռ մեղադրանքով։ Իսկ երեկոները, գաղտնի, նա գնում էր Գյումրի, փորձելով կամուրջներ ստեղծել այն անդունդի վրայով, որը բաժանում էր իրեն իր կենսաբանական ընտանիքից։ Այդ հանդիպումները դժվար էին։ Արմանը շարունակում էր սառը եւ թշնամաբար տրամադրված լինել, նրա մեջ տեսնելով այն կյանքի խորհրդանիշը, որը կարող էր իրենը լինել։ «Քեզ համար հեշտ է խոսել սիրո մասին, երբ դու երբեք չես մտածել, թե վառը ինչպես ես հացի փող վաստակելու», մի անգամ շպրտեց նա Անահիտի երեսին։ Միայն Լուսինեի հետ ունեցած պահերն էին լույսի շող տալիս։ Նրանք ժամերով նստում էին, եւ Լուսինեն պատմում էր իր կորցրած մանկության մասին, երգում օրորոցայիններ, որոնք պետք է հնչեին նրա համար 28 տարի առաջ։ Այդ պահերին Անահիտը զգում էր այն ջերմությունը, որը միշտ պակասել էր իր կյանքում։ Միևնույն ժամանակ Վահրամը, տեսնելով, որ չի կարողանում վերահսկել Անահիտին, անցավ ավելի կոշտ գործողությունների։ Նա սառեցրեց Անահիտի բոլոր բանկային հաշիվները եւ զրկեց նրան ֆինանսական միջոցներից, փորձելով նրան ստիպել հնազանդվել։ «Դու ուզում ես տեսնել, թե ինչ է իրական կյանքը, խնդրեմ, տեսնենք որքան կդիմանաս առանց մեր փողերի», հայտարարեց նա։ Այս քայլը սակայն հակառակ արդյունքն ունեցավ։ Անահիտը, առաջին անգամ կյանքում բախվելով իրական դժվարությունների, սկսեց իր մեջ ուժ գտնել։ Նա վերջնականապես խզեց կապերը Դավիթի հետ եւ որոշեց ապացուցել բոլորին եւ առաջին հերթին ինքն իրեն, որ ինքն ավելին է, քան պարզապես Սարգսյանների հարուստ ժառանգորդուհին։ Ամեն ինչ հասավ իր գագաթնակետին մի անձրևոտ երեկո։ Լուսինեն լուրջ սրտի նոպա էր տարել եւ նրան անհապաղ վիրահատություն էր անհրաժեշտ, որի արժեքը աստղաբաշխական գումար էր։ Արմանը հուսահատության մեջ էր։ Անահիտը, ով զրկված էր իր բոլոր միջոցներից, կանգնեց անելենելի թվացող իրավիճակի առաջ։ Նա գիտեր, որ կա միայն մեկ մարդ, ով կարող է օգնել։ Խորը շունչ քաշելով, նա գնաց Վահրամի մոտ։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Վահրամի ընդարձակ մռայլ աշխատասենյակում։
Եկել ես ներողություն խնդրելու, հարցրեց Վահրամը առանց հայացքը թղթերից կտրելու։ Ես եկել եմ օգնություն խնդրելու, հստակ ասաց Անահիտը։ Այն կնոջ համար, ով իմ մայրն է, նա մահանում է։ Վահրամը ծիծաղեց, սառը, դաժան ծիծաղեր։ Եվ ինչու պետք է ես օգնեմ նրան, նա ոչ ոք է, իսկ դու ընտրություն կատարեցիր, երբ նախընտրեցիր նրանց աղքատությունը մեր տված կյանքից։ Այդ պահին սենյակի դուռը բացվեց և ներս մտավ Սոֆյան։ Նրա դեմքը գունատ էր, իսկ աչքերը կարմրած լացից։ Նա լսել էր ամբողջ խոսակցությունը։ Վահրամ, բավական է, ասաց նա դողացող, բայց անսպասելիորեն ամուր ձայնով։ Մենք նրանից խլեցինք իր երեխային, մենք չենք կարող թույլ տալ, որ նա մահանա, սա մեր մեղքն է։ Դու չես հասկանում, եթե մենք վճարենք, մենք կընդունենք մեր մեղքը, ամբողջ քաղաքը կիմանա, գոռաց Վահրամը։ Թող իմանան, պատասխանեց Սոֆյան, մոտենալով Անահիտին և գրկելով նրան։ Ես հոգնել եմ այս ստից ապրելուց, նա իմ դուստրն է, և ես թույլ չեմ տա, որ նրա իրական մայրը մահանա։ Վահրամը ցնցված նայում էր իր կնոջը, ով առաջին անգամ կյանքում ընդդիմանում էր իրեն։ Նա հասկացավ, որ կորցրել է վերահսկողությունը, կորցրել է իր ընտանիքը, կորցրել է այն ամենը, ինչ կառուցել էր ստի վրա։ Սոֆյայի միջամտությունը փոխեց ամեն ինչ։ Նա, առանց Վահրամի համաձայնության, Վաճառեց իր թանկարժեք զարդերը և վճարեց Լուսինեի վիրահատության համար։ Վիրահատությունը հաջող անցավ։ Հիվանդանոցի սպասասրահում, երբ բժիշկը հայտնեց բարի լուրը, տեղի ունեցավ մի լուռ, բայց հզոր տեսարան։ Սոֆյան, Անահիտը և Արմանը կանգնած էին միասին։ Արմանը մոտեցավ Սոֆյային և առաջին անգամ նայեց նրան առանց ատելության։ «Շնորհակալություն», հազիվ լսելի ասաց նա։ Այդ մեկ բառի մեջ ամփոփված էր ամբողջ ներողամտությունը և նոր սկզբի հնարավորությունը։ Անահիտը կատարեց իր վերջնական ընտրությունը։ Նա հրաժարվեց Սարգսյանների ազգանունից և ժառանգությունից։ Նա չմնաց Գյումրիում, բայց նաև չվերադարձավ իր նախկին կյանքին։ Նա վարձեց փոքրիկ բնակարան Երևանում և սկսեց աշխատել որպես շարքային ճարտարապետ, իր կյանքը կառուցելով զրոյից, իր սեփական ուժերով։ Վահրամ Սարգսյանը մնաց մենակ իր շքեղ, բայց դատարկ առանձնատանը։ Նա չկորցրեց իր բիզնեսը կամ կարգավիճակը, բայց կորցրեց այն միակ բանը, որը գուցե իրական արժեք ուներ՝ իր ընտանիքը։ Նա երբեք չընդունեց իր մեղքը, բայց նրա աչքերում հայտնվեց մի դատարկություն, որը ոչ մի հարստություն չէր կարող լցնել։ Անահիտը ստեղծեց նոր տիպի ընտանիք։ Մի ընտանիք, որտեղ կային երկու մայրեր։ Մեկը, որը նրան կյանք էր տվել, և մյուսը, որը նրան մեծացրել էր և վերջին պահին գտել էր իր մեջ ուժ ճիշտ ընտրություն կատարելու։ Մի ընտանիք, որտեղ կար եղբայր, ում հետ նա պետք է նորից ճանաչեր միմյանց։ Նրանց ճանապարհը դեռ երկար էր ու բարդ, լի հին վերքերով և նոր մարտահրավերներով, բայց այն այլևս ստի վրա հիմնված չէր։ Ամիսներ անց, արևոտ օր է, Գյումրիի փոքրիկ տան բակում մեծ սեղան է գցված։ Սեղանի շուրջ հավաքվել են բոլորը, ապաքինված Լուսինեն, ժպտացող Արմանը, մի փոքր ամաչկոտ, բայց երջանիկ Սոֆյան և Անահիտը։ Անահիտը այլևս չի կրում դիզայներական զգեստներ, բայց նրա աչքերը փայլում են այնպես, ինչպես երբեք։ Նա գտել էր այն, ինչ փնտրում էր ողջ կյանքում, ոչ թե հարստություն կամ կարգավիճակ, այլ պատկանելության զգացում և ներքին խաղաղություն։ Նա հասկացել էր, որ իսկական կապը ոչ միայն արյունն է, այլև սերը, ներումը և ընտրությունը։ Իսկ սեփական արմատներն իմանալու իրավունքը անհերքելի է, քանի որ միայն իմանալով, թե որտեղից ես գալիս, կարող ես հասկանալ, թե ուր ես գնում։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ սուտը, անկախ նրա նպատակից, միշտ կործանում է բերում։ Իսկ ճշմարտությունը, նույնիսկ եթե ցավոտ է, միակ ճանապարհն է դեպի ազատություն և իրական երջանկություն։ Իսկ դուք ինչպես կվարվեիք Անահիտի տեղում։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և եկեք միասին քննարկենք այս բարդ, բայց կյանքին այդքան մոտ պատմությունը։ Լուսինեի տան համեստ հյուրասենյակում օդը կարծես թանձրացել էր չասված խոսքերից, զսպված հուզմունքից և տարիների կուտակած ցավից։ Անահիտը, նստած հին, բայց մաքուր բազմոցի եզրին, դողացող ձեռքերով պատմում էր ամեն ինչ։ Маտրյոնայի մահվան մահճի խորհրդավոր խոստովանությունը, իր ափի մեջ դրված արծաթե մեդալյոնը, որը դարձել էր այս անհավանական ճանապարհորդության բանալին, և արխիվի փոշոտ թղթապանակում գտնված սառեցնող գրառումները։ Յուրաքանչյուր բառի հետ Լուսինեի դեմքը քարանում էր, իսկ աչքերից հոսող արցունքները լուր վկայում էին այն անսահման ողբերգության մասին, որը նա կրել էր իր սրտում 28 երկար տարիներ։ Նա ձեռքը մեկնում էր ու դիպչում Անահիտի մազերին, դեմքին, կարծես փորձելով համոզվել, որ այս ամենը երազ չէ, որ իր դիմաց նստած այս գեղեցիկ, բայց թխուր աչքերով կին իր կորցրած զավակն է։
Իսկ սենյակի անկյունում պատին հենված ձեռքերը կրծքին խաչած կանգնել էր Արմանը։ Նրա հայացքում անվստահությունն ու զարմանքը փոխարինվել էին բացահայտ զայրույթով և կասկածամտությամբ։ Նա նայում էր Անահիտի թանկարժեք հագուստին, նրա խնամված ձեռքերին, լսում էր նրա կիրթ գրական խոսքը և այդ ամենի մեջ տեսնում էր ոչ թե նորահայտ քրոջը, այլ մի օտար, հարուստ աշխարհի ներկայացուցչի, որը ներխուժել էր իրենց դժվարին, բայց հանգիստ կյանք։ «Ուրեմն դու եկել ես, որ ինչ անես, խղճացնես, թե հետ տանես այն, ինչ ի սկզբանե քոնը չի եղել»։ Նրա շուրթերից պոկվեցին թունավոր դառնությամբ լի խոսքերը։ «Արման, բավական է», կտրուկ ընդհատեց Լուսինեն, բայց նրա ձայնը դողում էր, քանի որ որդու խոսքերի մեջ կար այն դաժան ճշմարտությունը, որից նա ինքն էլ էր վախենում։ Անահիտը, ով ամբողջ կյանքում շրջապատված էր եղել քաղաքավարի ստով և զսպված զգացմունքներով, առաջին անգամ բախվում էր նման անկեղծ, մերկ հույզերի։ Նա հասկացավ, որ այստեղ, իր իսկական ընտանիքում, նա օտար է, և այն անդունդը, որը նրանց բաժանում էր, շատ ավելի խորն էր, քան պարզապես տարածությունը։ Հենց այդ պահին նրա հեռախոսի սուր զանգը դաժանորեն խախտեց սենյակի լարված լռությունը։ Էկրանին փայլում էր Դավիթ անունը։ Նա տատանվեց, հետո դողացող մատներով պատասխանեց. «Անահիտ, որտեղ ես կորել, մենք քեզ սպասում ենք ընթրիքի, մի մոռացիր, վաղը պետք է հարսանեկան զգեստի համար գնանք»։ Հնչեց Դավիթի անհոգ, մի փոքր անհամբեր ձայնը։ Այդ ձայնը եկել էր ուրիշ, անիրական թվացող աշխարհից, մի աշխարհից, որտեղ ամենամեծ խնդիրը ռեստորանի ընտրությունն էր։ Ես չեմ կարող հիմա խոսել, հազիվ շշնջաց Անահիտը և անջատեց հեռախոսը, զգալով, թե ինչպես են երկու աշխարհները նրանց ձգում տարբեր ուղղություններով, սպառնալով պատառոտել։ Արմանի դեմքին հեգնական ժպիտ հայտնվեց։ Նրա համար այդ զանգը ևս մեկ ապացույց էր, որ Անահիտը պարզապես մի հարուստ զբոսաշրջիկ է իրենց աղքատ կյանքում։ Լուսինեն, տեսնելով իր երկու երեխաների միջև աճող լարվածությունը և զգալով, որ խոսքերն այլևս անզոր են, վեր կացավ տեղից։ Նա մոտեցավ սենյակի անկյունում դրված հին փայտե սնդուկին, որի մեջ պահում էր իր անցյալի ամենաթանկ բեկորները։ Դողացող ձեռքերով նա բացեց ծանր կափարիչը և այնտեղից հանեց մի փոքրիկ, դեղնած կտոր, նորածնի վերմակ։ Այն մաքուր էր, բայց ժամանակից խամրած։ Սա միակ բանն է, որ հիվանդանոցից տվեցին այն սև օրը, ասաց նա խեղդված ձայնով, վերմակը մեկնելով Անահիտին։ Ասացին, որ իմ աղջիկը սրա մեջ է եղել, բայց նրանք ինձ ուրիշ երեխա տվեցին, մահացած, փաթաթված ուրիշ կտորի մեջ։ Անահիտը զգուշորեն վերցրեց դեղնած կտորը։ Այն զարմանալիորեն փափուկ էր և դեռ պահպանում էր մանկական օճառի հազիվ զգալի բույրը, մի բույր, որը կարծես 28 տարվա անդունդից հասնում էր նրան, արթնացնելով ենթագիտակցության խորքերում թաղված մի անբացատրելի հարազատ զգացողություն։ Նա մատներով շոշափեց կտորի անկյունում ասեղնագործված փոքրիկ ծաղիկը։ Այդ պարզունակ, բայց սիրով արված ասեղնագործությունը շատ ավելին էր ասում, քան ցանկացած խոսք։ Դա մոր ձեռքի ջերմությունն էր, սպասումը, հույսը, որը դաժանորեն խլվել էր։ Արմանը, որ մինչ այդ քարացած կանգնել էր, մոտեցավ և խոժոռ հայացքով նայեց վերմակին, հետո Անահիտին։ Նրա դեմքին դեռևս կար անվստահություն, բայց զայրույթի մեջ արդեն ճեղք էր տվել կասկածի առաջին, տանջալի սերմը։ Իսկ եթե այս ամենը ճիշտ է, իսկ եթե իր կողքին կանգնած այս անծանոթուհին իսկապես իր քույրն է, այդ միտքը և վախեցնում էր, և անբացատրելիորեն ձգում։ Լուսինեի խոսքերը, որ նրանք իրեն մահացած երեխա էին տվել, փաթաթված ուրիշ կտորի մեջ, կայծակի պես խոցեցին Անահիտի միտքը։ Միթե դա նշանակում է, որ Սարգսյանների իսկական երեխան, այն աղջիկը, ում փոխարեն ինքն էր մեծացել, թաղված է որպես անհայտ մեկը։ Կամ գուցե նա էլ է ողջ։ Այս սարսափելի ենթադրությունից նրա ներսում ամեն ինչ սառեց։ Խնդիրը շատ ավելի խորն ու բարդ էր, քան նա կարող էր պատկերացնել։ Սա այլևս միայն իր ճակատագրի պատմությունը չէր, սա բազմաթիվ կոտրված ճակատագրերի մի խճճված կծիկ էր, և ինքը, Անահիտը, գտնվում էր դրա հենց կենտրոնում։ Երբ նա ուշ գիշերով վերադարձավ Երևան, Սարգսյանների տունը նրան դիմավորեց սառը, ճնշող լռությամբ։ Նա գիտեր, որ պետք է խոսի ծնողների հետ, պետք է պահանջի պատասխաններ։ Նա փորձեց իրեն համոզել, որ գուցե կա մի տրամաբանական բացատրություն, գուցե այս ամենը մի սարսափելի թյուրիմացություն է։ Նա մտավ Վահրամի աշխատասենյակ առանց թաքելու։ Վահրամը նստած էր սեղանի մոտ, իսկ Սոֆյան անհանգիստ քայլում էր սենյակում։ Նրանց դեմքերից պարզ էր, որ նրանք սպասում էին իրեն։ Անահիտը լուռ սեղանին դրեց մեդալյոնը և դրա կողքին Լուսինեի տված մանկական վերմակը։
Ես ուզում եմ իմանալ ամբողջ ճշմարտությունը, առանց ստի և խուսափողական պատասխանների, ասաց նա հանգիստ, բայց պողպատե տոնով, որը զարմացրեց անգան իրեն։ Վահրամը հոգնած հայացքով նայեց նրան, հետո վերմակին։ Նրա դեմքին մի պահ ստվերի պես սահեց ցավի արտահայտություն, բայց այն անմիջապես փոխարինվեց սովորական սառը անթափանցիկությամբ։ Ճշմարտությունն այն է, որ մենք քեզ փրկել ենք, սկսեց նա իր սովորական պաշտպանական խոսքը, բայց Անահիտն ընդհատեց նրան. իսկ ինչ եղավ ձեր իսկական երեխայի հետ, որտեղ է նա թաղված։ Այս ուղիղ հարցից Սոֆյան խուլ հեկեկաց և փակվեց իր մեջ։ Իսկ Վահրամի դեմքը քարացավ։ Նա երկար լռեց, կարծես կշռադատելով յուրաքանչյուր բառ։ Այդ մասին խոսելն իմաստ չունի, դա անցյալում է, վերջապես ասաց նա։ Այդ խուսափողական պատասխանը Անահիտի մեջ վերջնականապես սպանեց վերջին հույսը, որ այս ամենը կարող է պարզ բացատրություն ունենալ։ Նա հասկացավ, որ իր դիմաց ոչ թե ծնողներ են, այլ մարդիկ, ովքեր ամեն գնով պաշտպանում են իրենց ստեղծած աշխարհը։ Ես կիմանամ ճշմարտությունը, ձեզ հետ, թե առանց ձեզ, ասաց նա և դուրս եկավ սենյակից, իր հետ տանելով վերմակը, բայց թողնելով մեդալիոնը սեղանին, որպես իր կայացրած որոշման լուռ խորհրդանիշ։ Նա դեռ չգիտեր, որ Վահրամն արդեն գործի էր անցել։ Նա զանգահարել էր իր անվտանգության ծառայության պետին, մի մարդու, ով տարիներ շարունակ լուծում էր նրա բոլոր նուրբ հարցերը։ Պետք է հետևել նրան, կարճ հրամայեց Վահրամը, իմացիր նրա յուրաքանչյուր քայլի մասին, և ամենակարևորը, թույլ մի տուր, որ նա շատ խորը փորփրի, դու հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը։ Այդ պահից Անահիտի որոնումները վերածվեցին վտանգավոր խաղի, որտեղ նա, չիմանալով այդ մասին, արդեն միայնակ չէր։ Նրա ամեն քայլին հետևում էին անտեսանելի աչքեր, և նրա ամենամեծ խոչընդոտը լինելու էր ոչ թե անցյալի մշուշը, այլ այն մարդու երկաթե կամքը, ով իրեն հայր էր կոչում։ Անահիտի որոշումը ինքնուրույն գտնել ճշմարտությունը նրան մղեց դեպի մի վտանգավոր ուղի, որտեղ յուրաքանչյուր քայլը կարող էր լինել վերջինը։ Նա սկսեց իր հետաքննությունը այն միակ վայրից, որտեղ կարող էին լինել պատասխաններ՝ Գյումրու հին ծննդատան արխիվներից։ Սակայն այս անգամ նա այնտեղ մտավ ոչ թե փշփոտված աղջիկ, այլ որպես մեկը, ով գիտի, թե ինչ է փնտրում։ Նա ուզում էր գտնել այն բուժքրոջ կամ բժշկի անունը, ովքեր հերթապահ են եղել այն ճակատագրական գիշերը։ Նրա պաշտոնական խնդրանքին արխիվի վարիչը սառը մերժումով պատասխանեց, պատճառաբանելով բժշկական գաղտնիքի մասին օրենքը։ Անահիտը հասկացավ, որ պաշտոնական ճանապարհով ոչինչ չի հասնի։ Հենց այդ պահին նա զգաց առաջին անհանգստացնող նշանը։ Երբ նա դուրս եկավ արխիվի շենքից, նկատեց փողոցի մյուս կողմում կայանված մի սև մեքենա, որի մեջ նստած մարդը կարծես թե իրեն էր նայում։ Նա փորձեց թոթափել այդ միտքը, համարելով այն իր լարված երևակայության արդյունք, բայց մեքենան դանդաղ շարժվեց նրա հետևից։ Վախի սառը ալիքը անցավ նրա մարմնով։ Միթե Վահրամն այնքան հեռու կգնար, որ հետևեր իրենը։ Այդ միտքը ստիպեց նրան ավելի զգույշ լինել։ Նա որոշեց փոխել մարտավարությունը և սկսեց փնտրել ծննդատան նախկին աշխատակիցներին, ովքեր գուցե ինչ-որ բան հիշեին։ Օրեր տևող որոնումներից հետո նա վերջապես գտավ մի տարեց սանիտարուհու, ով աշխատել էր այնտեղ տասնյակ տարիներ։ Կինը, լսելով Անահիտի պատմությունը, սկզբում վախեցած լռեց, բայց հետո, տեսնելով Անահիտի աչքերի հուսահատությունը, համաձայնեց խոսել։ Նրանք հանդիպեցին քաղաքի հին այգիներից մեկում։ Այդ գիշերը լավ եմ հիշում, սկսեց պառավը դանդաղ կտրատված ձայնով։ Երկու ծնունդ եղավ։ Մեկը շատ հարուստ ընտանիքից, Երևանից էին եկել։ Նրանց աղջիկը թույլ էր, շատ թույլ։ Իսկ մյուսը մեր քաղաքի մի հասարակ կնոջ երեխան էր, առողջ պինդ աղջնակ։ Պառավը մի պահ լռեց, հետո ավելացրեց մի բան, որից Անահիտի արյունը սառեց երակներում։ Հիշում եմ, որ հարուստների հայրը շատ ազդեցիկ մարդ էր, ամբողջ գիշեր գլխավոր բժշկի սենյակում էր փակված։ Իսկ առավոտյան լուր տարածվեց, որ նրանց երեխան մահացել է։ Բայց տարօրինակն այն էր, որ ոչ ոք չտեսավ մահացած երեխային։ Ամեն ինչ շատ արագ ու լուռ արվեց։ Այս խոսքերը հաստատում էին Անահիտի ամենասարսափելի կասկածները, փոխանակումը պլանավորված էր եղել։ Բայց ամենաշոկայինը դեռ առջևում էր։ Երբ Անահիտը հարցրեց գլխավոր բժշկի անունը, պառավը տվեց մի անուն, որը Անահիտը շատ լավ գիտեր։ Դա բժիշկ Պետրոսյանն էր, Սարգսյանների ընտանիքի հին բարեկամը, մի մարդ, ով իր մանկացյան տարիներին հաճախ էր իրենց տուն գալիս, միշտ քաղցրավենիք բերում և գլուխը շոյում։ Անահիտի մտքում ամեն ինչ շուռ եկավ։
Այն բարի Քերի Պետրոսը, ում նա այդքան սիրում էր, իրականում եղել էր այս սարսափելի հանցագործության մասնակիցը։ Նրա մանկության բոլոր ջերմ հիշողությունները աղավաղվեցին, վերածվեցին ստի և դավաճանության մի սարսափելի պատկերի։ Հանկարծ նա հասկացավ, որ խնդիրը շատ ավելի մեծ մասշտաբներ ունի, սա պարզապես երկու ընտանիքի ողբերգություն չէր, սա հանցագործություն էր։ Որի մեջ ներգրավված էին ազդեցիկ մարդիկ, և նրանք ամեն ինչ կանեին, որպեսզի ճշմարտությունը երբեք ջրի երես դուրս չգա։ Նա այլևս պարզապես իր անցյալը փնտրող աղջիկ չէր, նա վտանգավոր վկա էր։ Եվ այդ պահին նա հստակ գիտակցեց, որ իր կյանքն իսկապես վտանգի տակ է։ Նրա հայացքը նորից սահեց դեպի փողոց, սև մեքենան դեռ այնտեղ էր, լուռ և սպառնալից սպասելով իր հաջորդ քայլին։ Բժիշկ Պետրոսյանի անունը որոտի պես հնչեց Անահիտի գլխում, քանդելով նրա անցյալի վերջին հենասյունները։ Նա հասկացավ, որ այս խճճված պատմության թելերը տանում են շատ ավելի վերև, քան ինքը կարող էր պատկերացնել։ Գիտակցումը, որ իրեն հետևում են, ստիպեց նրան գործել ավելի արագ և խորամանկ։ Նա որոշեց հանդիպել Պետրոսյանի հետ, բայց ոչ թե ուղղակիորեն մեղադրելով, այլ փորձելով նրան ծուղակը գցել։ Նա զանգահարեց բժիշկին, ներկայանալով որպես երիտասարդ լրագրող, ով հոդված է գրում տարածաշրջանի բժշկության պատմության մասին և ցանկանում է հարցազրույց վերցնել նրանից, որպես ամենափորձառու մասնագետներից մեկից։ Պետրոսյանը, շոյված նման ուշադրությունից, անմիջապես համաձայնեց։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ բժշկի շքեղ առանձնատանը, որը լի էր հնայոճ կահույքով և թանկարժեք նկարներով։ Պետրոսյանը մեծ խանդավառությամբ պատմում էր իր ձեռքբերումների մասին, իսկ Անահիտը, ձայնագրիչը միացրած, համբերատար սպասում էր իր պահին։ Զրույցի ընթացքում նա աննկատ կերպով խոսակցությունը տարավ դեպի 28 տարի առաջվա իրադարձությունները։ Իսկ ճիշտ է, որ այն ժամանակ շատ բարդ էր աշխատելը, հատկապես բարձր մահացության պայմաններում, իբր թե միամտաբար հարցրեց Անահիտը։ Բժիշկը մի պահ լարվեց, բայց հետո ինքնավստահ ժպտաց. «Այո, բարդ ժամանակներ էին, բայց մենք մեր գործը գիտեինք։ Օրինակ, հիշում եմ մի դեպք, երբ մեզ մոտ մի շատ ազդեցիկ մարդու, Վահրամ Սարգսյանի երեխան ծնվեց։ Ցավոք, երեխան շատ թույլ էր և չապրեց։ Անահիտի սիրտը սկսեց ուժգին բաբախել, բայց նա սառնասրտորեն շարունակեց. «Այո, լսել եմ այդ ողբերգական պատմությունը։ Ասում են, այդ նույն գիշեր մեկ այլ առողջ երեխա է ծնվել, ում մայրը միայնակ էր։ Ինչպիսի անարդարություն է կյանքը, այնպես չէ»։ Այս խոսքերից Պետրոսյանի դեմքը գունատվեց։ Նա հասկացավ, որ սա սովորական հարցազրույց չէ։ Նա կտրուկ փոխեց թեման, բայց արդեն ուշ էր։ Նրա ռեակցիան ավելին էր ասում, քան ցանկացած խոստովանություն։ Հանդիպումից հետո Անահիտը, վստահ լինելով, որ ճիշտ ուղու վրա է, գնաց տուն լսելու ձայնագրությունը։ Նա ուզում էր գտնել բժշկի խոսքում որևէ աննշան մանրամասն, որը կարող էր օգնել իրեն։ Նա մի քանի անգամ լսեց այն հատվածը, որտեղ Պետրոսյանը խոսում էր Սարգսյանների մասին։ Եվ հանկարծ նա լսեց մի բան, որից նրա շունչը կտրվեց։ Ձայնագրության վրա, բժշկի խոսքերի ֆոնին, հազիվ լսելի, բայց հստակ լսվում էր մեկ այլ ձայն, սենյակի մյուս ծայրից։ Դա Պետրոսյանի կնոջ ձայնն էր, ով կարծես թե հեռախոսով էր խոսում։ Եվ նա ասում էր. «Այո, նա այստեղ է։ Չգիտեմ, թե ինչ է ուզում, բայց շատ նման է։ Աստված իմ, ինչքան է նման Լուսինեին երիտասարդ ժամանակ»։ Անահիտը սեղմեց դադար կոճակը։ Սենյակը պտտվեց նրա շուրջը։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Լուսինեինը։ Ինչպես կարող էր բժշկի կինը ճանաչել Լուսինեին։ Ինչպես կարող էր նա իմանալ, թե ինչ տեսք ուներ իր կենսաբանական մայրը երիտասարդ ժամանակ։ Միթե նրանք ծանոթ էին։ Անհավանական, սարսափելի կասկածը սկսեց ձևավորվել նրա գլխում։ Նա վերհիշեց Գյումրիի իրենց տանը տեղի ունեցած խոսակցությունը։ Լուսինեն պատմել էր, որ երիտասարդ ժամանակ ունեցել է մտերիմ ընկերուհի, բժշկականի ուսանողուհի, ով ամառային արձակուրդներին գալիս էր Գյումրի։ Նրանք անբաժան էին, բայց հետո, երբ ընկերուհին ամուսնացավ մի հարուստ բժշկի հետ և տեղափոխվեց Երևան, նրանց կապը կտրվեց։ Անահիտը դողացող ձեռքերով հավաքեց Լուսինեի համարը։ «Մամ, հազիվ կարողացա արտաբերել նա, ասա խնդրում եմ, ինչ էր քո այն ընկերուհու անունը, բժշկականի ուսանողուհու»։ Հեռախոսի մյուս ծայրում մի պահ լռություն տիրեց, հետո Լուսինեն պատասխանեց. «Նունե Պետրոսյան, իսկ ինչու ես հարցնում»։ Այդ պահին Անահիտի համար ամբողջ աշխարհը շուռ եկավ։ Պատկերը վերջնականապես հավաքվեց, ստեղծելով մի այնպիսի սարսափելի իրականություն, որը նրա ամենավատ մղձավանջներում անգամ չէր կարող պատկերացնել։ Դավաճանությունը կատարվել էր ոչ թե անծանոթների, այլ ամենամտերիմ մարդու կողմից։ Նունե Պետրոսյանը, Լուսինեի լավագույն ընկերուհին, իմացել էր նրա հղիության, ծննդաբերության օրվա մասին։ Նա էր, որ ամենայն հավանականությամբ ամեն ինչ կազմակերպել էր, իր ամուսնու միջոցով իրագործելով Սարգսյանների սատանայական ծրագիրը։
Նա դավաճանել էր իրենց ընկերությանը, դավաճանել էր Լուսինեի վստահությունը, նրանից խլելով ամենաթանկը՝ սեփական զավակին։ Անահիտը նայեց հայելու մեջ իր արտացոլանքին և առաջին անգամ տեսավ ոչ թե իրեն, այլ իր մորը, երիտասարդ, վստահող, դավաճանված Լուսինեին։ Եվ նա հասկացավ, որ այս պատմությունը ոչ միայն ստի, այլև անասելի դավաճանության մասին է, մի դավաճանության, որը 28 տարի թաքնված է եղել բարեկամության և սիրո դիմակի տակ։ Հեռախոսը սահեց Անահիտի անզոր մատների միջից և խուլ ձայնով ընկավ գորգին. Նունե Պետրոսյան։ Այս անունը ոչ թե պարզապես բացահայտեց մի գաղտնիք, այլ պայթեցրեց իրականության հիմքերը, Անահիտին թողնելով ավերակների մեջ։ Առաջին ռեակցիան ոչ թե զայրույթն էր կամ ցավը, այլ խորը, սառեցնող ժխտումը։ Չի կարող պատահել։ Նրա միտքը կատաղի կերպով փորձում էր գտնել այլ բացատրություն, որևէ զուգադիպություն, որևէ սխալ։ Գուցե Գյումրիում մեկ այլ Նունե Պետրոսյան է եղել, բայց նա գիտեր, որ ինքն իրեն է խաբում։ Ամեն ինչ համընկնում էր սարսափելի ճշգրտությամբ։ Շոկի առաջին ալիքին հաջորդեց սրտխառնոցի զգացումը։ Նա վազեց լոգարան, մարմինը կարծես փորձում էր ֆիզիկապես դուրս հանել այն թույնը, որը ներթափանցել էր իր հոգին։ Հայելու մեջ նա տեսավ ոչ թե իրեն, այլ մի անծանոթ, գունատ, սարսափահար կնոջ։ Դավաճանության գիտակցումը դանդաղ, բայց անխնա էր թափանցում նրա մեջ։ Այն ավելի ցավոտ էր, քան երեխաների փոխանակման փաստը։ Սարգսյանները, Պետրոսյանը, նրանք օտար էին, նրանց արարքը հրեշավոր էր, բայց հասկանալի իրենց եսասիրական տրամաբանության մեջ։ Բայց Նունեն, նա Լուսինեի ընկերուհին էր, նրա վստահելի անձը։ Նա օգտագործել էր այդ վստահությունը իրագործելու համար պատմության մեջ ամենասարսափելի դավաճանություններից մեկը։ Անահիտի մտքում սկսեցին վերականգնվել մանկության պատառիկներ։ Նա հիշեց, թե ինչպես էր մորաքույր Նունեն իրենց տուն գալիս, ինչպես էր քնքշորեն գրկում իրեն և ասում. «Ինչքան ես մեծացել»։ Իմ գեղեցկուհի։ Այդ հիշողությունները, որոնք ժամանակին ջերմություն էին պարգևում, այժմ այրում էին նրան մեղքի և զզվանքի զգացումով։ Այդ ամենը սուտ էր։ Յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր գովասանքի խոսք եղել է իրենց հանցագործությունը թաքցնելու միջոց։ Այդ պահին նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց և միևնույն ժամանակ պողպատի պես կոփվեց։ Ժխտումը փոխարինվեց սառը, վճռական զայրույթով։ Նա այլևս զոհ չէր, ով փորձում էր գտնել իր անցյալը։ Նա դարձել էր մեղադրող, դատավոր, նա դարձել էր իր մոր անունից խոսող արդարության ձայնը։ Նրա առաջին քայլը զանգն էր Արմանին։ Նա չէր կարող այս սարսափելի լուրը հայտնել մորը հեռախոսով, բայց նրան պետք էր դաշնակից, մեկը, ով կկիսեր այս անտանելի բեռը։ «Արման», ասաց նա հստակ, առանց հուզմունքի նշույլի, «ես գտա նրան։ Ես գտա այն մարդուն, ով դավաճանել է մեր մորը։ Պետք է հանդիպենք, հիմա»։ Նրա ձայնի մեջ կար մի այնպիսի ուժ, որ Արմանը, առանց լրացուցիչ հարցեր տալու, միայն պատասխանեց. «Որտեղ»։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի անշուք սրճարանում, Երևանի ծայրամասում։ Երբ Անահիտը պատմեց ամեն ինչ, Արմանի դեմքը քարացավ։ Նրա համար, ով միշտ ապրել էր պարզ և հասկանալի կանոններով, որտեղ կային ընկերներ և թշնամիներ, այսպիսի խորամանկ դավաճանությունը անհավանական էր թվում։ Բայց նա հավատաց Անահիտին, քանի որ տեսնում էր նրա աչքերի ցավը և զայրույթը։ Այդ պահին նրանց միջև եղած սառույցը վերջնականապես հալվեց։ Նրանք այլևս օտարներ չէին, որոնց միավորում էր միայն արյունը։ Նրանք դարձել էին զինակիցներ, ովքեր ունեին ընդհանուր թշնամի և ընդհանուր նպատակ՝ արդարություն։ «Ինչ ենք անելու», հարցրեց Արմանը, և այդ հարցի մեջ այլևս չկար թշնամանք, այլ միայն գործի անցնելու պատրաստակամություն։ Անահիտը մի պահ լռեց, հետո հանեց իր հեռախոսը և միացրեց ձայնագրությունը։ «Սկզբի համար, ասաց նա, մենք այս ձայնագրությունը կուղարկենք մեկին, ով Պետրոսյաններից և Սարգսյաններից ավելի շատ է վախենում հասարակական սկանդալից։ Մենք կստիպենք նրանց կռվել միմյանց դեմ»։ Նա գիտեր, որ սկսում է վտանգավոր խաղ, որտեղ կանոններ գոյություն չունեն, բայց նա պատրաստ էր։ Նա մշակել էր իր գործողությունների պլանը։ Այն դաժան էր, գուցե նույնիսկ անողոք։ Բայց նա գիտեր, որ այլ ճանապարհ չկա։ Նա պետք է քանդեր այն ստի կայսրությունը, որը 28 տարի առաջ կործանել էր իր ընտանիքը, և նա պատրաստ էր դրա համար վճարել ցանկացած գին։ Անահիտի մշակած պլանը սկսեց գործել անասելի արագությամբ։
Նա, օգտագործելով իր ճարտարապետական գիտելիքները ձայնի մշակման ծրագրերում, անոնիմ կերպով մոնտաժեց ձայնագրության այն հատվածը, որտեղ բժիշկ Պետրոսյանի կինը խոսում էր Լուսինեի հետ իր նմանության մասին և ուղարկեց այն Վահրամ Սարգսյանի անձնական էլեկտրոնային հասցեին, կցելով միայն մեկ նախադասություն. «Սուտը երկար ոտքեր չունի, բայց ունի բարձր ձայն»։ Այս քայլը նրան պայթյունի էֆեկտ ունեցավ։ Վահրամը, լսելով ձայնագրությունը, հասկացավ, որ իրենց երկար տարիների դաշնակիցները, Պետրոսյանները, դարձել են թույլ օղակ։ Նրա զայրույթն ուղղվեց ոչ թե Անահիտի, այլ իր հանցակիցների դեմ, ովքեր թույլ էին տվել նման անփութություն։ Նա անմիջապես զանգահարեց Պետրոսյանին։ Նրանց խոսակցությունը կարճ էր, բայց լի սառը անողոք սպառնալիքներով։ Վահրամը պահանջեց, որ Պետրոսյանը լռեցնի իր կնոջը և վերացնի ցանկացած ապացույց, որը կարող է իրենց կապել այդ պատմության հետ։ Նա չգիտեր, որ Անահիտն ու Արմանը կանխատեսել էին այդ քայլը։ Արմանը, օգտագործելով իր կապերը, արդեն մի քանի օր հետևում էր Պետրոսյանի տանը, և երբ բժիշկը խուճապահար դուրս եկավ տնից և ուղղվեց դեպի իր քաղաքից դուրս գտնվող ամառանոց, Արմանը հետևեց նրան։ Ամառանոցի բակում, հին մարանի խորքում, Պետրոսյանը փորձում էր այրել մի թղթապանակ, լի հին փաստաթղթերով։ Արմանը հասցրեց միջամտել վերջին պահին։ Կարճ պայքարից հետո նա խլեց թղթապանակը և անհետացավ մինչև բժշկի ուշքի գալը։ Այդ թղթապանակը ոսկուց թանկ էր։ Այնտեղ էին ոչ միայն Լուսինեի և Սարգսյանների ծննդաբերության կեղծված փաստաթղթերի պատճենները, այլև մի բան, որը շոկի մեջ գցեց նույնիսկ Անահիտին։ Թղթերի մեջ կար մի փոքրիկ դեղնած լուսանկար, երկու երիտասարդ աղջիկների, մեկը Լուսինեն էր, մյուսը Նունեն, բայց նրանց հետ կանգնած էր նաև մի երիտասարդ, ամաչկոտ կին, հիվանդանոցի համազգեստով։ Նկարի հակառակ կողմում գրված էր մեկ անուն՝ Матрյոնա, նրանց դայակը, նրանց հավատարիմ Матрյոնան։ Երիտասարդ տարիքում աշխատել էր նույն ծննդատանը։ Նա ոչ միայն վկա էր եղել, այլև, ամենայն հավանականությամբ, ակտիվ մասնակից։ Այդ բացահայտումը փոխեց ամեն ինչ։ Матрյոնայի մահվան մահճի խոստովանությունը այլևս չէր թվում զղջացող մարդու արարք։ Դա, հնարավոր է, վրեժի, սառը, հաշվարկված քայլ էր, որը նա ծրագրել էր տասնամյակներ շարունակ։ Բայց ինչի համար։ Ինչու պետք է նա վրեժխնդիր լիներ Սարգսյաններից, ում ծառայել էր ամբողջ կյանքում։ Այս հարցը Անհայտին հանգիստ չէր տալիս։ Մինչ նա փորձում էր հասկանալ այս նոր գլուխկոտրուկը, Վահրամը, հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, որոշեց հարվածել ամենացավոտ տեղին։ Նա անանուն ազդանշան ուղարկեց ոստիկանություն, հայտնելով, որ Արմանը հարձակվել է հարգարժան բժշկի վրա և գողացել նրա անձնական իրերը։ Ոստիկանները եկան Լուսինեի տուն, Արմանին ձերբակալելու։ Անհայիտը հայտնվեց անելանելի իրավիճակում։ Նա ուներ ապացույցներ, որոնք կարող էին կործանալ Սարգսյաններին, բայց եթե նա դրանք օգտագործեր, Արմանը կմեղադրվեր գողության և հարձակման մեջ, իսկ փաստաթղթերը կհամարվեին անօրինական ճանապարհով ձեռք բերված։ Վահրամը նրան շախ և մատ էր հայտարարել։ Այդ երեկո Անհայիտը գնաց Սարգսյանների տուն, վերջին անգամ փորձելով խոսել այն մարդու հետ, ով իրեն մեծացրել էր։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ Վահրամի աշխատասենյակում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Օդը լարված էր, ինչպես ամպրոպից առաջ։ «Ազատ արձակիր նրան», պահանջեց Անհայիտը։ «Իսկ դու կոչնչացնես այն, ինչ գտել ես», հակադարձեց Վահրամը։ «Նա մեղավոր չէ», պնդեց Անհայիտը։ «Այս աշխարհում մեղավոր են բոլորը, ովքեր թույլ են», սառը պատասխանեց Վահրամը։ «Դու ստիպում ես ինձ ընտրություն կատարել քո և իմ եղբոր միջև։ Իմացիր, որ ես արդեն ընտրել եմ»։ Այդ խոսքերից հետո նա շրջվեց և դուրս եկավ, թողնելով Վահրամին մենակ իր հաղթանակի դառը զգացողության հետ։ Անհայիտը գիտեր, որ հաջորդ օրը լինելու է վճռական։ Նա պետք է կատարեր մի քայլ, որը կամ կփրկեր նրանց բոլորին, կամ վերջնականապես կկործաներ։ Հաջորդ առավոտ Անհայիտը մտավ Վահրամ Սարգսյանի հիմնադրամի գրասենյակ։ Նա պահանջել էր արտահերթ հոգաբարձուների խորհրդի նիստ, որպես հիմնադրի դուստր։ Սենյակում հավաքվել էին քաղաքի ամենաազդեցիկ մարդիկ, լրագրողներ և իհարկե Վահրամն ու Սոֆյան, ինչպես նաև հատուկ հրավերով ներկա գտնվող բժիշկ Պետրոսյանն ու իր կինը Նունեն։ Օդը լարվածությունից կարծես խշխշում էր։ Վահրամը վստահ էր իր դիրքերում, կարծելով, որ Անահիտը բլեֆ է անում։ Անահիտը բարձրացավ ամբիոն։ Նա չսկսեց մեղադրանքներից, նա սկսեց պատմել մի պատմություն։ Մի պատմություն երկու երիտասարդ աղջիկների մասին, որոնցից մեկը երազում էր երեխայի մասին, իսկ մյուսը հարուստ կյանքի։
Նա պատմում էր դավաճանված ընկերության, գողացված մայրության և 28 տարի տևած ստի մասին։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառը սուր դանակի պես խոցում էր ներկաների խիղճը։ Երբ նա հասավ իր պատմության գագաթնակետին, դահլիճի մեծ էկրանին հայտնվեց երիտասարդ Матрիոնայի, Լուսինեի և Նունեի լուսանկարը։ Դահլիճում խուլ շշուկ տարածվեց։ Նունե Պետրոսյանը գունատվեց և բռնվեց ամուսնու ձեռքից։ Վահրամի դեմքը քարացավ։ Իսկ հիմա, շարունակեց Անահիտը, ես ուզում եմ ձեզ ներկայացնել այս հիմնադրամի իրական դեմքը։ Նա միացրեց ձայնագրությունը։ Պետրոսյանի կնոջ ձայնը, որը խոսում էր Լուսինեի հետ իր նմանության մասին, լցրեց դահլիճը։ Դա վերջնական հարվածներ։ Լրագրողները խուժեցին առաջ տեսախցկներն ուղղելով Պետրոսյանների և Սարգսյանների վրա, բայց Վահրամը հեշտությամբ հանձնվողներից չէր։ Նա վեր կացավ և հայտարարեց, որ այս ամենը զրպարտություն է և որ իր դուստրը գտնվում է նյարդային խանգարման մեջ։ Նա պահանջեց ապացույցներ։ «Ապացույցներ եք ուզում», հանգիստ հարցրեց Անահիտը։ «Խնդրեմ»։ Դահլիճի դռները բացվեցին և ներս մտան երկու կին՝ Լուսինեն և նրա կողքին Սոֆյան։ Սոֆյան, ով վերջապես գտել էր իր մեջ ուժ, մոտեցավ ամբիոնին։ «Այս ամենը ճիշտ է», ասաց նա դողացող, բայց հստակ ձայնով։ «Ես մասնակցել եմ այս սարսափելի մեղքին, և ես պատրաստ եմ կռել իմ պատիժը, բայց ես այլևս չեմ կարող լռել»։ Դա Վահրամի վերջնական պարտությունն էր։ Նրա կինը, նրա հենարանը հրապարակայնորեն ընդունեց իրենց մեղքը։ Նա տեսավ, թե ինչպես է իր կայսրությունը փլուզվում իր աչքի առաջ։ Հենց այդ պահին, Երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, դահլիճի հետևի շարքերից վեր կացավ մի տարեց կին։ Դա այն սանիտարուհին էր, ում հետ Անահիտը խոսել էր։ «Ես էլ եմ հիշում այդ գիշերը», բարձր ասաց նա, «բայց դուք մի բան չգիտեք։ Այդ գիշեր ծնվեց ոչ թե 2, այլ 3 երեխա։ Матрիոնան նույնպես ծննդաբերեց։ Նրա տղան մահացած ծնվեց։ Սարգսյանները խոստացան օգնել նրան, բայց խաբեցին։ Նրանք օգտագործեցին նրա վիշտը, նրան իրենց հանցակիցը դարձնելու համար։ Այդ բացահայտումը ամեն ինչ դրեց իր տեղը։ Матрիոնայի վրեժը, նրա մահվան մահճի հոստովանությունը, այս ամենը եղել է կորցրած որդու և դավաճանված վստահության համար հատուցում։ Նա տարիներ շարունակ սպասել է իր պահին, որպեսզի քանդի այն մարդկանց կյանքը, ովքեր քանդել էին իրենը։ Բախման լուծումը արագ էր և անխուսափելի։ Պետրոսյանները և Վահրամ Սարգսյանը կանգնեցին դատարանի առաջ։ Հասարակական սկանդալը հսկայական էր։ Սարգսյանների կայսրությունը փլուզվեց։ Անահիտը կատարեց իր ընտրությունը։ Նա կարող էր վերցնել այն, ինչ մնացել էր Սարգսյանների հարստությունից, բայց նա հրաժարվեց։ Նա հասկացավ, որ իրական հարստությունը փողը չէ։ Նա վերադարձրեց իր կենսաբանական մոր ազգանունը, դառնալով Անահիտ Մանուկյան։ Նա իր ձեռքն առավ բարեգործական հիմնադրամի կառավարումը, այն վերածելով իրական օգնության կենտրոնի այն կանանց համար, ովքեր բախվել էին անարդարության։ Արմանն ազատ արձակվեց, և նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Նա դարձավ Անահիտի աջ ձեռքը հիմնադրամում, իր ուժը ուղղելով մարդկանց օգնելուն։ Սոֆյան ստացավ պայմանական պատիժ, հաշվի առնելով նրա անկեղծ զղջուրը և համագործակցությունը հետաքննության հետ։ Նա իր կյանքի մնացած մասը նվիրեց թոռներին, որոնք ծնվեցին Արմանի և Անահիտի ընտանիքներում, փորձելով գոնե մասամբ քավել իր մեղքը։ Իսկ Լուսինեն, նա վերջապես գտավ իր խաղաղությունը։ Նա վերագտավ իր դստերը և տեսավ, թե ինչպես է արդարությունը հաղթանակում։ Նրա կյանքը լցվեց այն սիրով, որից զրկված էր եղել երկար տարիներ։ Անցել է 5 տարի։ Արևոտ օր է Գյումրիի փոքրիկ տան բակում, որն այժմ վերանորոգված է և լի մանկական ծիծաղով։ Մեծ սեղանի շուրջ հավաքվել է մի մեծ, աղմկոտ, բայց շատ երջանիկ ընտանիք։ Անահիտը, Արմանը, նրանց երեխաները Լուսինեն և Սոֆյան միասին են։ Նրանք անցել են դժոխքի միջով, բայց կարողացել են գտնել ներելու և նոր կյանք սկսելու ուժ։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ անցյալի ստվերները կարող են երկար հետապնդել մեզ, բայց ճշմարտության լույսը միշտ ավելի ուժեղ է։ Այն սովորեցնում է, որ ընտանիքը միայն արյունը չէ, այլև ընտրությունը, սերը և ներումը։ Եվ ամենակարևորը, այն հիշեցնում է, որ նույնիսկ ամենախորը վերքերը կարող են բուժվել, եթե մենք գտնենք մեր մեջ սիրելու և առաջ շարժվելու ուժ։ Իսկ դուք ինչպես եք կարծում, կարելի է արդյոք ամբողջությամբ ներել նման դավաճանությունը։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և եկեք միասին քննարկենք այս բարդ, բայց կյանքին այդքան մոտ պատմությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։